Մարզի թանգարանների պատասխանատուներին ու աշխատակիցներին այս անգամ համախմբել էր Հայաստանի պատմության թանգարանի կազմակերպած վերապատրաստման դասընթացը ռիսկերի կառավարումը Սյունիքի թանգարաններում թեմայով։ Նժդեհ Երանյանը նշում է, սա մի խնդիր է, որը վերաբերում է Հայաստանում եւ դրանից դուրս գտնվող ժառանգության պահպանման բոլոր օբյեկտներին, թանգարաններին, արխիվներին, բացօթյա հուշարձաններին։ Չկա որևէ երկրում որևէ կառույց, որը որևէ օր հասնի իդեալական պաշտպանության մակարդակի, որովհետև կառավարումը պաշտպանությունը հատկապես աղետների իրավիճակում անընդհատ շարունակական գործընթաց է, այսինքն մենք չունենք քայլերի հաջորդականություն, որը անենք եւ ասենք վերջ, մենք պատրաստ ենք։ Ոչ, դա ինչպես որ առօրյայում գալիս ենք թանգարան, դուռը բացում ենք, մտնում ենք աշխատանքի, չէ, անընդհատ գործընթաց է։ Նույնը նաեւ աղետների պատրաստվածությունը պիտի անընդհատ շարունակական գործընթաց լինի, որպեսզի հնարավոր բնական եւ տեխնացին պատահարների դեպքում մենք ունենանք ավելի պաշտպանված ժառանգություն եւ հնարավորինս քիչ կամ վտանգով դուրս գանք կամ ընդհանրապես առանց վնասների դուրս գանք այդ իրավիճակներից։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն նախարարության, այլև համայնքային ենթակայության թանգարանների ներկայացուցիչներն ու մասնավոր հավաքածու ունեցող մարդիկ։ Շուրջ 12,000-ից ավելի նմուշներով, պատմամշակութային արժեքներով հայտնի Կապանի երկրագիտական թանգարանը մարզում ամենամեծն է։ Ռիսկերը տարբեր են, բայց արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր աշխատակից ըստ արհանման պլանի ունի հստակ անելիք, նշում են ոլորտի պատասխանատուները։ Թանգարանը լինելով Սյունիքի մարզի ամենամեծ ամենահարուստ թանգարանը, շուրջ 12,000-ից ավել թանգարանային առարկաներով, բնականաբար այդ աշխատանքը միայնա իրականացնել հնարավոր չէ, պետք է լինեն շահագրգիռ կողմեր, կա կարճաժամկետ եւ կա երկարաժամկետ աշխատանքի համար նախատեսված պլաններ, որոնք 100 առարկա, դա բացառիկ առարկաներն են, որոնք վերաբերվում են բուն Սյունիքի մարզին, Կապան քաղաքին եւ մնացածը արդեն մոտ 10,000 միջին կարող ենք ասել արժեք ներկայացնող առարկաներն են, որոնք նույնպես արտակարգ իրավիճակների պայմաններում պետք է կազմակերպել տեղափոխումը։ Այս դասընթացները նպաստում են նրան, որպեսզի կարողանանք ավելի ռեալ գնահատել ռիսկային իրավիճակը։ Այս իրավիճակները բնական աղետներ, ջրհեղեղներ, քանի որ Սյունիքի տարածաշրջանում շատ են ջրամբարները եւ որոնք հնարավոր է Աստված մի արասե ճեղքված տան ամբարտակաճաքի եւ նման իրավիճակներ մենք ունեցել ենք կոնկրետ Սիսիանում, ունենք տարհանման հատուկ պլան, ըստ որի աշխատակիցներից յուրաքանչյուր հստակ գիտի իր անելիքները եւ այն իրերի ցուցանմուշների ցանկը, որը յուրաքանչյուրին աշխված է ըստ իր դերի։ Հայաստանում ռիսկերը միայն հակամարտությամբ չեն պայմանավորված, ակտիվ սեյսմիկ գոտում գտնվելը, բնական լանդշաֆտի առանձնահատկությունները նույնպես կարող են նպաստել արտակարգ իրավիճակներին, որոնց ազդեցությունից անմասն չի մնում նաև պատմամշակութային ժառանգությունը։ Համաշխարհային օրինակը բերելով պատմության թանգարանի փոխտնօրենը նշում է, կարևոր է ոչ միայն դասագրքային օրինակով վերապատրաստվելը, այլև սեփական փորձից դասեր քաղելը։ Սպիտակի երկրաշարժը, Արցախյան վերջին պատերազմը անդառնալի հետևանք ունեցան ինչպես թանգարանների փակման, այնպես էլ եկեղեցիների վնասման գործում։ 44-օրյա պատերազմը, որի արդյունքում եւ որից հետո մեծ թվով թե թանգարաններ, թե անշարժ ժառանգության օբյեկտներ ցավոք սրտի վնասվել են։ Սրանք բաներ են, որոնց մասին ոչ թե ափսոսանքով եւ կսկիծով պիտի խոսել, այլ որպես դասագրքային մեր համար պրակտիկ օրինակներ դնել մեր առաջ, նայել ինչու ենք թերացել, ինչ խնդիրներ ենք ունեցել եւ վերապատրաստվել, որպեսզի այդ հարցերը այլևս չունենանք։ Նախաձեռնողների խոսքով Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը բազմազան է, բայց դերերի ճիշտ բաշխման դեպքում դժվարությունները հաղթահարելի կլինեն։